Ժողովրդավարական Հայաստանում ինչ դժվարությունների է բախվում նորաստեղծ մեր ձևով շարժումը, կթվարկեք դժվարություններին, շատ հետաքրքիր է։ Շարժումը որպես շարժումի նկատի ունեք։ Այս պահին որպես այդպիսին դժվարություններ, որ համարեմ դժվարություններ, ասեմ որպես այդպիսին կան չէ, բայց ընթացիկ խոչընդոտներ փորձում են ստեղծել ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ, առավել ևս գյուղերում փորձում են։ Ինչ ձև է դա դրսևորվում, ասում են չգնաք, վախեցնում են։ Դե ըստ մեր ինֆորմացիայի, որ մեզ հասնում է, վախացնում են տուն առ տուն, թե ոստիկանություն, թե համայնքապետ կամ գյուղապետ իրենց հնարավորության սահմաններում մաքսիմում աշխատում են, որ մեր հետ հանդիպան չգան, բայց ինչպես դուք եք տեսնում, ժողովուրդը գալիս է մեր հետ հանդիպման, գալիս է զրուցելու, գալիս է իր խնդիրները բարձրաձայնելու, լսելու մեր տեսլական այդ խնդիրների լուծման եւ մենք ինքներս լսում ենք, թե ինչպես են իրանք տեսնում այդ խնդիրների լուծումը։ Իսկ մարդկանց այդ վախերի, այդ հնարավոր տագնապների մասով հանցագործության մասին հաղորդում ներկայացվել է, եթե մարդիկ եկել են անգամ կիսվել են այդ մասով։ Տեղեկություն չունեմ, որ հանցագործության Զուտ այն, որ ձեզ հետ կիսվել են, էլի, որ իրենց ասել են չգնաք, չմասնակցեք, այդպեսի վախեր են մեր շրջանում։ տեղեկություն չունեմ, բայց Դուք ինքներդ չեք պատասխանում։ չէ, որովհետև ինչպես տեսնում եք, մեր հայրենակիցները եւ առհասարակ մեր ազգը վախկոտ ազգ չի եւ այդ վախի մթնոլորտը չկա եւ հորդորում եմ եւս մեր բոլոր քաղաքացիներին, որ դուրս գան այդ ամեն ինչի մեջից, եթե անգամ դա որևիցե կերպ ձևավորվել է, պետք է խոսենք, պետք է պահանջենք եւ մեր ձայնը պետք է հասանելի լինի բոլոր տեղերում։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար։ Կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Այսպեսի թեզ են առաջ տանում։ Ավելի քան գաղափարական շարժում կամ ուզում եք ներողություն այս կողմ եկեք չընկնեք մեքենայի տակ, ավելի քան գաղափարական միասնական հավաք ես դեռ Հայաստանում չեմ տեսել։ Մենք հավաքվում ենք գաղափարների շուրջ, բոլոր մեր հայրենակիցները, ովքեր միանում են մեր ձևով շարժմանը, ես ձեզ ասեմ, որ հիմքում հենց այն գաղափարներն են, որի շուրջ մենք բոլորս հավաքվում ենք, մենք հավաքվում ենք մեր ազգային գաղափարների շուրջ, մենք հավաքվում ենք Սամվել Կարապետյանի գաղափարների ու տեսլականի շուրջ։ Իսկ ինչ մնացած դեմ պարոն Ալեքսանյան պետքա պայքարել, ոնց է փորձում հակազդել։ Վայրահաճոցներ են, որոնց իրականում ձեզ եմ խորհուրդ տալիս, ուղղակի կարելի ուշադրություն չդարձնել, այդ նեգատիվը թող իրանք արտադրեն, իրանց էլ մնա այդ նեգատիվը մեզանից, մեր հանրությունը հաստատ միշտ մաքսիմում դրական էներգիա է ստանալու, մենք էլ իրանցից ենք այդ դրական էներգիան ստանում, մնացածի մասով թող իրանք տապակվեն իրենց բացական էներգիայով։ Ես այսօր մի ուշագրավ հայտարարություն արեց միջազգային փաստաբանը, նշելով, որ ամեն ինչ անելու են Հայաստանի վրա հարձակվելու, մինչև Կարապետյանը բանտից դուրս գա։ Փաստաբան Ամստերդամը տեղեկացրել է ձեզ իր հարձակումների մասին, թե նա էլ իր ձևով է փորձել հարձակվել։ Անկեղծ ասած ուղղակի ժամանակը չի ներել, չեմ հասցրել նայել, այս պահին չեմ ուզենա կոմենտ անել։ Իսկ մտավախություն չունեք, որ գոնե այդ հայտարարության մասով հիմա էլ միջազգային փաստաբանի ետևից կգան, ըստ նա էլ հայտնի բանտում։ Քանի որ ես այլևս ոչ մի բանից չեմ զարմանա, բայց կարծում եմ, որ ոչ։ Պարոն Ալեքսանյան, ինձ հետաքրքիր է Հայաստանում յուրաքանչյուրը կարծիք արտահայտելու համար հայտնվում է բանտում։ Դուք ազատ եք կարծիքը սոցցանցերում եւ առասարակ հրապարակային ելույթներում ազատ եք որևէ կարծիք արտահայտելուց, որ դուք էլ ես մաքսիմում ազատ եմ իմ կարծիքը որևիցե տեղ եւ որևիցե ձև արտահայտելու համար, ուղղակի ի տարբերություն շատ շատերի եւ դրա մասին մենք խոսում ու հորդորում ենք առհասարակ բոլորին, որ հանրային խոսույթ գոյություն ունի ու հանրային խոսույթը պետք է լինի կոռեկտ եւ պետք է լինի օրինակելի, ամենակիչը կարող եմ ասել, մեզ նայում են աղջիկներ, կանայք, երեխաներ են մեզ նայում էկրանից այն կողմ եւ մեր խոսույթը եւ առհասարակ մեր գրառումները հնարավորինս պետք է լինեն կոռեկտ եւ եթե որևիցե մեկ այդքան
Ճիշտ բառ երևի չկարողանամ գտնեմ ներսում ինչ որ մի բան ունի, որ ուզում է արտահայտվել, մեկը ես միշտ պատրաստ եմ կամերաներից այգում կարող ենք ուղղակի կանգնել, խոսել Հրապարակային մասն է խոսքը։ քիչ այլ խոսույթով, եթե այդ խոսույթի կարիքը ունեն խոսելու, ես էլ կարող եմ խոսել, բայց եւս մեկ անգամ այս առիթը բաց չեմ թողնի եւ կխնդրեմ ու կհորդորեմ առհասարակ մեր հանրությանը, որ հանրային վատ խոսույթով խոսելու կամ գրառումներ անելուց զերծ մնան, որտեվ դա ամենակիչը շատ գեշ է եւ մեզ կանայք աղջիկներ եւ երեխաներ են նայում, այդ շատ վատ բան է։ Մենք տարիներ շարունակ տենց բան չենք ունեցել։ Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը 2026 թվականի ընտրությունների այս շեմին յուրաքանչյուրը կարծիքի համար հայտնվում է բանտում։ Այս տրամաբանությամբ եթե շարունակենք, ինչ է սպասվելու 2026 թվականի ընտրություններից առաջ։ Ինչքան պետք է մեզ տանեն բանտ նստածնեն, ինչպես Նարեկ Կարապետյանը մի օր իր խոսքում նշեց, այս օրերին, որը որ մենք ապրում ենք, բանտ նստելը արդեն իսկ ոնց որ պատիվ է դարել եւ բանտ նստելուց չենք վախենում, առավել եւս մեր ձայնը բարձրացնելուց հետո բանտ նստելուց չենք վախենում, իսկ ինչ վերաբերվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի իրավունքը ավելի քան ոտնահարված է, այդ ավելի քան ակնհայտ է բոլորի համար, մարդը կարծիք հայտնելու կամ ազատ խոսքի համար ձերբակալվի, կալանավորվի ու մարդիկ սովորական մարդիկ չեն, կալանավորվում են սրբազաններ, կալանավորվում է ազգային բարերար, դա աբսուրդի ժանրից է ուղղակի։ Պարոն Ալեքսեյան, ինձ հետաքրքիր է արդեն ժամը 6 մոտենում է, պարոն Կարապետյանին ուզում եմ դուք մեր հեռուստադիտողներին նաև տեղեկացնեք ազգային անվտանգության ծառայության մեկուսանից Սամվել Կարապետյանին բերել են դատարան։ Եթե ես չեմ սխալվում, արդեն ժամը 4-ից դատավարությունը արդեն սկսվել է։ Ավելի շուտ, այսինքն ըստ էության ժամը 6-ին պետք է մեկնարկեր ակցիան, Եթե չեմ սխալվում, ժամը 4-ից սկսվել է եւ ձեր սպասելիքները Վահե Դոլմազյանի մասին հրապարակումներ եղան, քաղաքական պատվերը համարում ունեցող դատավոր է, շատ մի շարք նախկին պաշտոնատար անձանց ըստ էության նա առանց որևէ խնդրի այսպես մուրճը խփել է եւ որոշումներ է կայացրել, ձեր սպասելիքները այսօր հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ դատավոր։ Գիտեք, իմ սպասելիքները կամ մեր սպասելիքները այլ բան են, բայց ձեր հարցին ի պատասխան կուզենամ հորդորել եւ պահանջել, որ դատավորը կատարի իր երդումը, որը տվել է ծառայել Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ես հորդորում եմ, որ օրենքի տառին համապատասխան գործեն եւ իրենց որոշումներում լինեն մաքսիմում օրենքի սահմաններում եւ SMS-ների կամ Facebook-յան որոշակի գրառումների հիման վրա որոշումներ չկայացնեն։